Դավոսի համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումին ներկա էր ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Պանելային քննարկմանը գերիշխում է խաղաղության օրակարգը։ Ավելին, Վահագն Խաչատուրյանը հիացմունքով է խոսում կարճ ժամանակում գրանցած արդյունքների մասին։ Ես վստահ եմ, որ կգա նաև այն օրը, երբ որ մենք այդ ապրանքները կստանանք պարզապես մեր տարածքներով, այսինքն դա կլինի Բաքու կամ Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Հայաստան։ Պետք է սովորենք ապրել խաղաղության մեջ, այսպես են կարծում երկու երկրների ներկայացուցիչները, սակայն Ալիևի պատկերացրած խաղաղությունը փոքր-ինչ այլ է։ Թրիփով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության հաղորդակցության պրոյեկտով մենք նոր տրանսպորտային միջանցք ենք ստեղծում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Իրատեսական է արդյոք նկարագրված սցենարի իրագործումը, եւ եթե նույնիսկ իրատեսական է, ձեռնտու է արդյոք Հայաստանին։ Ալիևը ճանապարհներ չի բացում, Ալիևը նոր եւ նոր կախվածության կետեր է ձևավորում։ Իսկ եթե մի օր արթնացավ ու ասաց. «Սևանը ինձ պետքա տակ», չէ՞ որ ես ասել եմ պետքա վերցնեմ Սևանը, ու դուք ասեք չենք տալու, բայց պարզվի ամբողջ ձեր առևտուրը հիմա Ադրբեջանով է, գալիս ասի դե այն վաղտը մոռացեք, ինչ եք անելու։ Ինչ վերաբերում է Թրամփի ուղուն, քաղաքագետն այստեղ տեսնում է եւ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի շահերը, իսկ որն է Հայաստանի շահը։ Չկա, որովհետեւ Հայաստանը ներկայացնողները Հայաստանի շահերից չեն խոսում։ Անձնական դաշտի շահերը չես կարող քո իշխանություն պահելու շատ ներկայացնես ազգային։ Չի կարա մի իշխանություն, որը սատարում է քո թշնամին, լինի լավը քո երկրի համար։ Խաղաղության այն մթնոլորտը, որը ձևավորվել է Հարավային Կովկասում, պարզապես արտաքին լսարանի եւ եվրոպացու ականջի համար է եւ իրականությանը չի համապատասխանում, կարծում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ Ալիևը երբ որ համագործակցում է Եվրոպայի հետ, նա մերժում է բարոյական հատվածը, ինչի մասին նա իդեպ ասեց, Եվրոպայի հանձնաժողովի հետ չեմ աշխատում, աշխատում եմ միայն տնտեսական կառույցների հետ։ Այսինքն Ալիևը ուզում է օրակարգից հանել այն հարցերը, որոնցում ինքը պետք է զիջի, փոխարենը դեմ չէ տնտեսական համագործակցությանը։ Այսինքն Ալիևը ինչ է ասում, ասում է, որ ես Հայաստանի հետ առևտուր եմ անելու, բայց Հայաստանի Հանրապետությունը դա իմ տարածքն է, դա արևմտյան Ադրբեջանն է եւ մենք վերադառնալու ենք այնտեղ, որտեղ Հայաստանը հայ առաքելական եկեղեցին, հայ ինքնագիտակցությունը, առհասարակ հայ լինելը դա սպառնալիք է իմ ազգային անվտանգության համար։ Այսօր արցախցիները չեն կարող վերադառնալ իրենց տուն։ Մեր գերիները խոշտանգվում են Բաքվի բանտերում։ Այս դեպքում ինչ խաղաղության մասին է խոսքը, ասում են զրուցակիցներս եւ փակում կեղծ օրակարգի թեման։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։